Ցանկացած մեծ անհաջողության հետևում կանգնած է գործարարը, իսկ գործարարի հետևում կանգնած է իր նեղացած, վիրավորված կամ չբավարարված կինը։ Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ եւ ես պրակտիկ YouTube-յան թողարկումների շարքով խոսում եմ կյանքի եւ բիզնեսի տարբեր թեմաների մասին եւ այսօր խոսալու եմ մի թեմայի մասին, որը կարծում եմ շատերը ձեր կյանքում հանդիպել եք կամ ձեր ընկերների շրջապատում հանդիպել եք եւ դա գործարարի անհաջողությունն է, որի պատճառը գալիս է ավելի խորքից, ընտանիքից։ Հետաքրքիր մի դիտարկում եմ ես արել, վերլուծություն եմ արել, եթե գործարարը իր ընտանիքում ունի ինչ-որ խնդիր իր կնոջ հետ, ապա նույն ձև այդ խնդիրները սկսում են շատանալ, տարածվել նաև արդեն բիզնեսում եւ կյանքում։ Եվ շատ գործարարներ կան, ովքեր կարող է բիզնեսում հանդիպեն մեծ դժվարությունների, լիքը ջանք, էներգիա դնեն այդ հարցը լուծելու մեջ, բայց այդպես էլ չիմանան ու չնկատեն, որ իսկական խնդրի լուծման պատճառը դա իրանց երջանիկ կինն է։ Եվ երբ գործարարը հայացքը թեքում է, ուղղում է դեպի ընտանիք եւ դեպի իր եւ կնոջ հարաբերություններ եւ բան է փոխում, հարց է լուծում, կնոջը ինչ-որ մի ուշադրության նշանով, ինչ-որ քայլով, ինչ-որ նվերով կամ ուղղակի նստելով եւ պարզաբանելով ինչ-որ մի հարց, լսելով կնոջը եւ լուծում տալով այդ հարցին, ապա գործարարի բիզնեսում ծագած խնդիրները կարան ավտոմատ լուծվեն։ Այս ֆենոմենի մեխանիկան, այսպես ասած, թաքնված է կանացի եւ տղամարդկային էներգիաների տեսակի մեջ։ Կանացի էներգիան իր մեջ ունի առատության, շատության, այսպես ասած, նաև ինտուիցիայի կոմպոնենտ։ Եթե կնոջ եւ տղամարդու հարաբերությունները լավ են, ապա այդ առատությունը, ինտուիցիան, այդ հաջողության էներգիան տղամարդու հետ է դեպի բիզնես, հա, տղամարդը հետը տանում է բիզնես։ Եթե այդ հարաբերություններում խնդիր կա, խզում կա, կինը նեղացած է կամ ինչ-որ հարցում հոգին ցավում է կնոջ, ապա դա անջատվում է։ Այդ պաշտպանությունը, այդ առատության էներգիան, այդ ինտուիցիա էներգիան ուղղակի անջատվում է, եւ դա նման է նրան, երբ զինվորը մարտի դաշտում գնում է առաջ եւ չունի, օրինակ, չգիտեմ, սպուտնիկից չունի իր տեղորոշման հետ կապված, այսպես ասած, աջակցություն։ Ինչպես նաեւ հռոմեացիներն են ասում, այն զինվորները պատերազմից չեն վերադառնում, ում կանայք այլևս չեն սպասում իրենց ամուսիններին։ Այսինքն դեռ հին հռոմեացիները նկատել են, որ երբ որ տղամարդը գնում է պատերազմ եւ կինը այլևս չի սպասում իր ամուսնուն եւ մեկ այլ տղամարդու հետ է իր կյանքը պլանավորում կամ դասավորում, այդ մարդիկ պատերազմից հետ չեն վերադառնում։ Կանացի եւ տղամարդկային էներգիայի ֆենոմենը իհարկե դեռ շատ վերլուծելու եւ բացահայտելու տեղ ունի, մենք փորձենք դա անենք մեր հաղորդումների ընթացքում, սակայն առայժմ ես կասեմ հետեւյալը. Եթե գործարարի կյանքում կա որևէ անհաջողություն բիզնեսում, փողի հետ կապված, շահույթի հետ կապված, առատության հետ կապված, ապա կարա պատճառը լինի միջանձնային հարաբերություններ ընտանիքում եւ կնոջ հետ։ Լուծելով այդ հարաբերությունները, հաշտվելով եւ գալով մի շատ լավ վիճակի, կարելի է ամբողջ կոնֆիգուրացիան բիզնեսի եւ տղամարդու հաջողության հետ կապված փոխել եւ տղամարդուն էլի ուղղորդել դեպի հաջողություն։ Եվ պատահական չի, որ մարդիկ ասում են, որ ցանկացած հաջողակ տղամարդու հետևում կանգնած է ուժեղ կին։ Ես սա ուզում եմ մի փոքր մենք վերաձևակերպենք, ոչ թե ուժեղ կին, այլ երջանիկ կին, ոչ թե տղամարդուն գովող, մոտիվացնող կին։ Շատ ժամանակ գովելն ու մոտիվացնելը դա ավելի մամայի գործառույթ է։ Կնոջ գործառույթը սիրելն է, հավատալն է եւ երջանիկ լինելն է եւ նաեւ ամուսնուց ընդունելն է։ Երբ որ կնոջ եւ ամուսնու մեջ այս առողջ հարաբերությունները կան, տղամարդը կարող է լինի բիզնեսում շատ ուժեղ, շատ պաշտպանված, շատ հաջողակ եւ ունենա շատ առատ արդյունքներ իր գործունեությունից։ Բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, այս հոլովակը ուղարկեք ձեր ընկերներին, ձեր գործարար ընկերներին, ձեր բարեկամներին, իսկ մենք կպատրաստվենք մեր հաջորդ թողարկումներին։